Ողջույն, ոտքի վրա հաղորդման այս թողարկմանը զրուցելու ենք Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի հետ, պարզելու թե ինչ է առաջարկում կուսակցությունը երիտասարդներին։ Ինչ եք անում, որ գրավեք երիտասարդների ուշադրությունը։ Նախ եւ առաջ ընդհանրապես մենք մտածում ենք, որ ծրագիրը հենց մեր ապագայի համար է։ Երբ դուրս ենք եկել հարցախույզի երիտասարդներին հարցնում ենք, թե օրինակ ձեզ ինչն է մտահոգում, հիմնականում կրթության մասին էին խոսում։ Առաջինը կրթության որակն էին ասում, կրթության մատչելիությունն էին ասում։ Շատ քաղաքական ուժեր առաջարկում են անվճար բարձրագույն կրթություն։ Ձեր կառավարման ժամանակ եթե ընտրվեք, կրթությունը բարձրագույն անվճար լինելու է։ Նախ մենք ընդհանրապես նախատեսում ենք նոր տիպի կրթություն, որտեղ ոչ թե երեխաները պետք է գիտելիքներ ձեռք բերեն, այլ պետք է գիտելիքներ եւ ինչ ասեմ, պրոդուկտ ստեղծեն։ Իսկ ակադեմիական քաղաքի պրոյեկտը շարունակելու եք։ Ակադեմիական քաղաքի պրոյեկտը միանշանակ ավարտվելու է, ընդհանրապես մենք դրանից հրաժարվելու ենք, որովհետև դա անիմաստ մի բան է։ Գիտեք ինչ, նորմալ երկրներում կազինոներն են մեկուսացնում, տանում որևէ տեղ հավաքում եւ ասում են, որ այստեղ բացառիկ տարածք կա, որ լինելու են կազինոներ։ Իշխանությունները որոշել են, որ այդպես կարելի է վարվել կրթության հետ եւ իրենք արգելելու են կրթական այդ բարձրագույն օջախները որևէ տեղ, բացի մի տեղից, որը կոչելու են ակադեմիական քաղաք։ Դա հիմարություն է։ Բայց այդպես քաղաքներ Եվրոպայում էլ կան, օրինակ։ Չէ, այլაც Եվրոպայում չկա արգելքը այլ համալսարանների նկատմամբ։ Եթե օրինակ իշխանությունը ասեր, հա մենք ստեղծում ենք ակադեմիական քաղաք, բայց ստեղծում ենք նոր բաների համար, նոր համալսարանների համար, նոր նախագծերի համար եւ չենք կպնում արդեն գործողներին։ Դա կլիներ ուրիշ հարց։ Մենք դրան դեմ չենք գնա։ Մենք նախատեսում ենք ուսանողական բանկ անունով պետական հիմնադրամի ստեղծումը, որի նպատակը նա լինելու, որ մեր ուսանողներին տրվեն երկարաժամկետ, ցածրատոկոս վարկեր 20-30 տարիով, շատ ցածրատոկոս եւ ուսման տարիներին այդ ընդհանրապես ոչ մի վճարումներ չպետք է կատարվեն, այսինքն դա լինելու է ձրի կրթություն։ Իսկ հետագայում ասում եմ, արդեն երբ որ իրենք այդ կրթությունը ստանալուց հետո կանցնեն լուրջ աշխատանքի, ուրեմն կսկսեն կամաց-կամաց վճարել այդ տոկոսները, փակել այդ գումարները։ Կրթությունը եղավ հասանելի, իսկ կրթության որակն ինչպես է բարձրացնելու։ Այդտեղ շատ կարևոր է, օրինակի համար մենք համարում ենք, որ այն կուսակցությունները, որոնք ասում են մենք անվճար կրթություն ենք արել, իրանք առանց հասկանալու կամ հասկանալով դա ասում են, պոպուլիստական է այդ մոտեցումը, բայց դա վատ է անդրադառնալու կրթության որակի վրա, որովհետև երբ որ դու անում ես դա այդ ուսանողական բանկի հիմնադրամի մեխանիզմով, դա նաև մեծ պատասխանատվություն է, այսինքն բաները, այդ ուսանողները իրանք արդեն ուրիշ կերպ են մոտենում ուսուցմանը, որը տարբերվում է նրանից, թե ինչպես կմոտենա մի մարդը, որը գիտի մեկը այսպես թե այնպես վճարվելու է իր կրթության համար։ Սովորեց, հետո պիտի աշխատի, որպեսզի այդ ուսանողական վարկը փակի։ Աշխատատեղերի հարցում ինչ եք անելու, որ երիտասարդները կարողանան ավարտելուց հետո պատշաճ վարձատրվող աշխատանքի անցնել։ Շատ պարզ, մենք նախ եւ առաջ նախատեսել ենք ուսանողական ձեռնարկատիրության աջակցություն, պետական աջակցություն։ Ընդ որում հատկապես ստարտափների, երիտասարդական ստարտափների, որոնք վերաբերում են, ասենք, տեխնոլոգիական բարձր տեխնոլոգիաներում ձեռնարկությունների ստեղծմանը։ Եթե քայլ նայենք,
մարզերում երիտասարդների համար ենթակառուցվածքների զարգացումը։ Դա կլինի տրանսպորտի տեսքով, հա, այդ ժամանցի Կներեք, ես ձեզ ընդհատեմ, որտեղ շատ կարևոր հարց է։ Այդ հանրային տարածքները ու ընդհանրապես այդ առողջ կենսակերպի պայմանների եւ հնարավորությունների ստեղծումը, բացի դրանից, որ մեր երիտասարդությանը ինչ որ հետարքիր ժամանցի եւ ստեղծագործական գործունեության միջավայր է ստեղծում, ինքը նաեւ լուծում է մի շատ կարևոր հարց։ Իրենք այսօր ամենամեծ չարիքներից մեկը, որը հենց երիտասարդության դեմն է ուղղված, դա թմրամոլության եւ խաղամոլության ահավոր տեմպերն են, ընդ որում ես ուսումնասիրելով այդ տեմպերը, ուսումնասիրելով թե ոնց են հովանավորում այդ եւ թմրաբիզնեսը եւ խաղամոլության այդ արցանց կազինոների գերշահույթները, ես եկել եմ մի եզրակացության, որ Նիկոլ Փաշինյանը իր ռեժիմով այսօր այդ երկու չարիքի գլխավոր հովանավորն է։ Որոշակի սահմանափակումներ ամեն դեպքում մտցրել էին, թե օգտվողների համար մեկն էլ վերջում արժեում ընդունված։ Եթե դուք տեղյակ եք այդ պայքարին, անգամ շիշ բռնողը հայտնի սկսեց պայքարել այդ թիմում, հանձնաժողովում անգամ եղավ շատ լուրջ պայքար եւ այլն, բայց ի վերջո այդ թիմը դուրս շպրտեց նրան, ուղղակի, որովհետեւ իրենք են հովանավորը, իրենք այդ պայքարը չընդունեցին, բարև ձեզ, Բնակապահովման ծրագրեր ունեք երիտասարդների համար։ Ինչ Բնակապահովման, բնականների ապահովման երիտասարդներին, երիտասարդ ընտանիքներին։ Տենց հատուկ մեր ծրագրում նշված ոչ մի բան չկա դրա կապակցությամբ, բայց ես կարծում եմ, որ այն միջոցառումների ցանկը, որ մենք նախատեսել ենք, ինքը շատ ավելի կարևոր է այդ առումով։ Եվ ամփոփելով, հա, սովորաբար ծրագրերը շատ լավ են հնչում, բոլոր կետերը դեպի դրականին են ուղղվածնում, բայց գործնականում միշտ խութերի են հանդիպում։ Ինչ միջոցներով ու ինչ ժամանակահատվածում կարող եք իրագործել ձեր ծրագիրը ընտրվելու դեպքում։ Դե հիմա որ ծրագրի մասին խոսենք։ Եթե խոսքը գնում է, ասենք Իրանի բանը երկաթուղու կառուցման մասին, թե դուք եք այն ծրագրերի մասին, որոնց մասին խոսեցինք։ Մենք խոսում ենք արմատական վերափոխման մասին Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի։ Այսինքն, սենց կարելի է ասել, գիտեք, աշխատատեղեր կստեղծենք, աշխատավարձեր կբարձրացնենք, թոշակ կբարձրացնենք, իդեպ մենք նախատեսում ենք իշխանության գալուց հետո հենց առաջին ակտով 10,000 դրամով եւս բարձրացնել թոշակը, որը հանգիստ կարելի է անել, իսկ հետո կապել թոշակի բարձրացումը միջին աշխատավարձի հետ։ Դա մեր ծրագրերի մեջ է։ Բայց երբ որ ասում են, բա որտեղից եք այդ ամեն ինչը ճարելու այդ բյուջեի միջոցները եւ այլն, մենք ասում ենք, եղբայր, այ հենց դրա համար մենք առաջարկում ենք ձեզ Հայաստանի տնտեսության զարգացման գործիքներ։ Օրինակի համար, ես ինչու եմ միշտ խոսում այս Իրանի հետ կապող երկաթուղու մասին, որովհետև դա ստրատեգիական գործիք է քո տնտեսության զարգացման համար։ Երբ որ քո շուկաները միանում են հնդկական օվկիանոսի նավահանգիստների հետ, մեկ երկրի միջոցով, Իրանի միջոցով, դա անմիջապես սպառման ապրանքների գներն է էժանացնում, դա անմիջապես դարձնում է քո արտադրանքը մրցունակ։ Շնորհակալություն։ Զրուցում ենք Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի հետ, իսկ դուք հետևեք մեզ YouTube-ում եւ մեկնաբանություններում գրեք, թե ձեզ էլ ինչ հարցեր են հետաքրքրում։ Կհանդիպենք։